3 խաղ, 2 վստահ թանակ, 1 պարտություն ու դեռևս չլուծված խնդիր դիմակայությունում։ Փյունիկը մրցաշրջանը մեկնարկեց մալթական մարսաշլոկի դեմ տպավորիչ խաղով ու արդյունքով։ Հաջողությունը սակայն Հունգարիա տեղափոխել չկարողացավ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի Դեբրեցենի դիմակայության առաջին խաղում նռնագույնները հավասար-հավասարի պայքարեցին, բայց Հունգարիայի յոթակի չեմպիոնին զիջեցին նվազագույն հաշվով։ Ճիշտն ասած մոռացել ենք այդ հանդիպումը, պատրաստվել ենք շատ լավ ու թիմն էլ բոլորս էլ հավատում ենք, որ կարող ենք անցնել։ Դեբրեցենում ստացած վնասվածքի պատճառով հանդիպանը չի մասնակցի Փյունիկի կարևոր ֆուտբոլիստերից Արտակ Դաշյանը։ Մրցակցի ճամբարում լուրջ կորուստներ չկան, սակայն տրամադրությունն այն չէ։ Դեբրեցենը Երևան է ժամանել ներքին առաջնության մեկնարկային տուրում տնային խաղում Պուշկաշ ակադեմիային պարտվելուց հետո։ Իսկ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը մեկ շաբաթյա դադարն ամբողջապես տրամադրել է առաջիկա մրցավեճին։ Եթե անդրադառնանք առաջի խաղին, միանշանակ ես համարում եմ դա հավասար խաղ էր։ Ժամանակ առ ժամանակ թիմերից մեկը ավելի նախաձեռնությամբ էր խաղում, կարծում եմ նույնիսկ գոլային պահերով կարող ենք համարել հավասար խաղ։ Միանշանակ ավելացնելու տեղ ունի, նաև հաշվի առնելով առաջին խաղի հաշիվը, բայց առաջին հերթին մենք պետքա խելամիտ խաղանք։ Պետք է փակենք հակառակորդի ուժեղ կողմերը, հետո նոր օգտվենք նրանց թույլ կողմերից։ Դրա համար պետք է շատ խելացի ու բալանսավորված լինել։ Եթե Արտակ Օսյանի գլխավորած թիմը հաղթահարի Դեբրեցենի արգելքը, ապա կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի ուկրաինական Պոլեսիեին պայքարից դուրս թողած դանիական Կոպենհագենի հետ։